Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում напарникս կողքս չկա, համիկ, ուր ես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ. Լանց հետը տվեք. Ինչ սուր արա. Չագուչը. Պլաշկա կուրցին տուրել. Լավ. Ոնց որ սկսեց աշխատել. Արա ասի թողեք մենակը սաղ կանեմ էլի, ինձ էլեկտրիկ պետիկ են ասում, թե չէ դրել եք տունտունիկ եք խաղում. Ես ինչա կատարվում, ով ա ձեզ թույլ տվել մտնեք վիրահատարան։ Վայ վիրավորված բժիշկ ջան, Վիրաբույժ։ թեկուզ, ես իմ համար այս պալատի կողքով անցնում էի, տենամ ես մարդը ես հիվանդը բաց կաբելին փրթրթված պարկած ա, ասի ժամանակ չկորցնեմ էլի անցնեմ գործի. Դե վիրահատությունից էլ եմ էլի հասկանում, հլը նա յուվիլերնի գործ եմ արել, մնում եմ մի հատ իզալենտով փաթաթեմ, ու ոնց որ պապս էր ասում, ամեն լույստրա կախելուց, սրանից փիղել կախվի չի պոկվի, չնայած իմիջայլուց շուտ էր ասում, որտեղ վերջի անգամ որ տատս կյանքից հոգնել էր կախվավ լույստրից պոկվավ. Մի հատ շուտ դուրս եկեք սենյակից, արագացրեք։ Ու կգնամ, հա? Դուք ձեր արած գործը, տենան բարեկամներին ինչ պատասխան եք տալու։ Ու տենց քուրս, ես հոպարս, իր ընտանիքին ու մեր ամբողջ տան ոսկեղենը վերցնում, հա, Լոնդոնից նստում է նավը, թռնում է Ամերիկա, ճանապարհի նավը խփեց այսբերգին, խորտակվեցին, մենակ էդ կինը սաղ մնաց, նավի վրա ինչ-որ սիրած միրած ա ունեցե, իրանց ընտանիքի մասին ռուսները կինոյել են նկարել, Սվոլիչի, տեսել ես? Չէ, Լավ, ոնց որ ասում ա կյանքից լավ օրերի պես անցած լինի, բա ինչից էինք խոսում, որ հոպարիս հիշեցի? Դոստոևսկու ապուշից, Հա, բա էդ էի ասում, որ չեմ կարդացել, կհիշացնես դու քուրն ես? ոչ մեկի, ես բույժքուր եմ, ինձ ասեցիք, որ կարևոր բան ունեիք ասել, սպասում եմ, ասեք։ Արա, հա, այդ 4-րդ պալատի հիվանդի այդ սրտի կարդիոգրաման, սենց ուղեղից էր ցույց տալի, մի հատ գնա տես ինչ ա եղել։ Հիմար եք։ Ես չեմ հիմար, մի ժամը բերանը թուլացրել լսում ես, մի քիչ աչալուրջ եղեք։ Աչալուրջ։ Արա պետիկ ասել 6 տարվա այդ կրթությունը իզուր չի անցել էլի։ Լավ էլ բառեր գիտես։ Արա ասա դե ինտերնետի լարկպցնել էի միշտ գործնավոր ուղարկել եք ստե։ Չնայած լավ էր որ երկրորդ սերիայում համոզեցի բժշկին որ մնամ ստեղ։ Հիմա գիշերվա ժամը 3-ն է։ Այն գեշ կնիկս հիմա մի 18 անգամ ձեն էր տվել։ Արա ես դրանից չբռնեմ բաժանվեմ։ Կարող ասեմ հղի եմ։ Չէ, չնայած չի հավատա։ Էնի գիտի, որ ես ադնակլասնիկ եմ, թե ադնալյում, որ ես դրանք միշտ խառնում եմ չգիտեմ։ Պետիկ, գնա գինեկոլոգիայի բաժին լույսերն անջատել են։ Ես խի պետք է գնամ գինեկոլոգիայի բաժին, ես իմ ծնվելուց չեմ գնացել գինեկոլոգիայի բաժին, աշկերս փակ եմ ծնվել, այդքան ամաշկոտ եմ եղել։ Հիշում եմ այն երեխես, որ ծնվավ, այն գեշ կնիկս ասեց, արի որ նկարես, չգնացի, հարսանիքիս օպերատորին փող տվի գնաց նկարեց, երեխես արդեն 4-րդ տարին արա նույն դասարան ա մնում, էդի հելը դիսկերը չի տվել, բայց ինչ օրեր էին Համիկիս հետ հիշում եմ, պատուհանի տակ նստած խմում էինք, այնքան էինք խմել նորներս կորցրել էինք, Համիկս էլ այնքան էր խմել,
Արագը տվել էր գլխին, ասում էր իմ երեխեն է։ Արա, ասում եմ, համիկ, էդ իմ երեխեն է, արա, արագ այնքան է տվել գլխին, չես հասկանում։ Ասում է, չէ իմ երեխեն է։ Մի խոսքով, մի շիշ արագը տվի գլխին, հասկացավ։ Կներեք, անալիզներս որտեղ կարող եմ հանձնել։ Գերմանիայում։ Այնտեղի բժշկությունը ամենալավն է։ Ես հիշում եմ, որ զոնքաջս վատ էր, մեզ ասին տարի Գերմանիա։ Հաստատ այնտեղ կբուժվի։ Որա 3 կես եղա, որ պատին ասես գլուխս տվի, ամեն ինչ արի է, որ չտանենք։ Էնել են անես ձակս փողը ճարես տարավ բուժին, հենա հետ են բերի, արդեն ես 10 տարի ապրում եմ ներվերիս հաշվի։ Չէ, հիմա որ սենյակ տանեմ։ Որ ասես ինչի համար է կասեմ։ Ոչ մի, ուղղակի եկել եմ ստուգումների։ Պա, Մոցարտն է սովես առողջությանդ մասին այդքան մտածում ես։ Արա հայ տղամարդը գիտես երբ պետք է գնա ստուգումների, երբ որ արդեն ինֆարկտին դեմքով է տենում։ Կամ ասենք 4-րդ ողը ջարդով է մտել է թոքի մեջ։ Կամ 37.5 Աստվածչանի տաքություն ունի։ Մեր պապերը արա այնվախ որ սնխչուց բացի ուրիշ բան չեն տեսել։ Վատ են ապրել։ 40-45 տարի ապրել են։ Օրինակ են մորական պապս կեղտոտ մարդ էր։ Էսի պրոստը հիշեցի ասի ասեմ, էլի։ Հիմա այս անալիզը ինչ անեմ։ Արա ինչ պետք է անես տար հետ թափի։ Սեգունդա մեծանում։ Մատները փուշա մտնում գալիս են հիվանդանոց։ Հիշում եմ, որա մի անգամ մատս փուշ էր մտե, չէր նկատե։ Լավա երեխեն ասես, պապ այդ մատը թխի է սևած է։ Գանգրենա էր սկսում։ Լավա հասցեր ինք բուժինք։ Պետք ինչ եղավ այդ ինտերնետի լարը։ Հեսա կլինի։ Ասա ինտերնետը հիվանդանոցում ինչ եք անում։ Ահա, միացրեցինք։ Աշկի սրանք մտնում են հիվանդների անալիզները chat GPT-ով են նայում։ Թու արա, այս ժողովուրդը այս ինտերնետի պատճառով ռեգվա դարձել է։ Թե դեգրադացվել է։ Ո՞րն է ճիշտ։ Ես սպասում եմ հեռախոսով մտնեմ նայեմ։ Հա, էլի արա, ինտերնետ չկա։ Պետրոսը դուք եք։ Այո։ Պետական կիբեր անվտանգություն։ Դուք կոտրել եք Պենտագոնի կայքը։ Ոչ մի բան չեմ ջարդի, աղբեր, եթե խոսք է խրուստալի բաժակի մասին, համային ասեք կարնեմ կդնեմ դեղը, տղեք մի տարեք, խնդրում եմ։